Եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, մի քանի ու սկզբունքային լինի այդ հարցում։ Ոչ թե կեսը վերցնի, կեսը չվերցնի կամ չգիտեմ ինչ, կամ վերցնի, բայց չգնա նիստերին, այլ ուղղակի չվերցնի, հրաժարվի։ Հայաստանի ազգային ժողովը բաղկացած լինի 61 կամ 64 падգամավորից։ Այսինքն ավելի արդյունավետ է խորհրդան չմտնելը, քան մտնելը։ Ես դրա համար ասացի նայած ինչ արդյունքների դեպքում։ Հիմա եթե օրինակ վերընտրություն նշանակվի կամ չգիտեմ ինչ որ բաներ լինեն երկրորդ փուլ, դա այլ հարց է։ Բայց եթե այս պայմաններում է Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեկին բռնել, մյուսին ծեծել, մյուսի նկատմամբ այնպես ու դրանից հետո ընդդիմությունը գնա, դա մեծագույն սխալ կլինի։ Եթե չգնա, հրաժարվի մանդատներից, դա Նիկոլ Փաշինյանի համար կլինի պարզապես քաղաքական ինքնասպանություն կամ քաղաքական գլխատում։ Եթե չգնա։ Եթե ընդդիմությունը չգնա, չվերցնի, դա կլինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական գլխատում ուղղակի։